Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որտեղ քննարկում ենք թե ինչպես է ընդհանրապես վերաբերվում կամ ինչպիսի մշակույթ կար արիացիների մոտ շփվել Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Ես խոսում եմ նրա մասին, որ այսպես իրադարձությունների տեսանկյունից իհարկե մեր մոտ այս պահին կանգառ է եւ այն անձնավորությունները, որոնք իրենք ուղղակի զվարճանքի համար են լսում, իհարկե շատ անհետաքրքիր է իրենց համար այս տեքստերը լսելը, բայց այն անձնավորությունները, որոնք իրենք ձգտում են հոգևոր զարգացման, ապա այս քննարկումները իրականում շատ կարևոր настройка, շատ կարևոր տրամադրություն, ճիշտ տրամադրություն են տալիս, ճիշտ հասկացողություն են տալիս, հետաքրքիր մշակույթի մեջ են մտցնում մեզ, որովհետև իրականում այսպիսի տեքստերը իրենք աննախադեպ են։ Միայն արիացիների գրվածքներում կան նկարագրեր, երբ որ կենդանեակները, որոնք իրենք ուրեմն իրենց հոգևոր կյանքում հաջողակ են եղել, հանդիպել են Գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ այս իմաստով իհարկե այս տեքստերը թերագնահատելը շատ ուրեմն մեծ սխալ կլիներ։ Եվ ես կարդամ մեր այսօրվա տեքստերը, մենք շարունակենք մեր քննարկումները։ Շիմադ Բհագավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ 21 եւ 22 տեքստեր։ Ով իմ երկրպագության միակ առարկան, քո ողորմությամբ ես ծնվեցի քո լոտոսանման պորտից, ելած բնակավայրից, որպեսզի ստեղծեմ տիեզերքը։ Քանի դեռ դու անխռով քնած էիր, տիեզերքի բոլոր մոլորակները հանգչում էին քո անդր աշխարհիկ որովայնում։ Իսկ այժմ, երբ քո նիրն ավարտվել է, քո աչքերը բացվեցին, ինչպես արևածագին բացվող լոտոսները։ Թող Գերագույն Տերը ողորմած լինի իմ հանդեպ, նա բոլոր կենդանեակների միակ բարեկամն ու հոգին է, իր 6 անդրաշխարհիկ լիություններով նա պահպանում է այս աշխարհը, բնակեցնող բոլոր էակների գոյությունը, հնարավորություն տալով նրանց հասնելու բարձրագույն երջանկությանը։ Թող նա ողորմած լինի ինձ հանդեպ, իմ հանդեպ եւ կրկին, ինչպես նախկինում, ինձ շնորհի ինքնախորհրդածության այս կարողությունը, որով ես կարողանամ արարել, քանի որ ես նրա ապաստանած այն հոգիներից մեկն եմ, որոնք այնքան թանկ են Տիրոջ համար։ Եվ ուրեմն տեսնում ենք, որ այստեղ արդեն Տեր Բրահման ինքը Գերագույն Աստծո ազնվորությունից օրհնություն է խնդրում, որպեսզի հաջողակ լինի իր երկրորդական արարչագործության գործերում։ Եվ եկեք դիտարկենք տեքստը, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ կային եւ այս տրամադրությունները իրենք ինչպես պիտի ընկալվեն ընդհանրապես այդ հոգևոր մշակույթը ձեռք բերելու տեսանկյունից։ Եվ այսպես առաջի խոսքով, ինչպես տեսանք, Տեր Բրահման ինքը դիմեց Գերագույն Աստծո ազնվորությանը որպես ով իմ երկրպագության օբյեկտ, չէ՞։ Եվ սա խոսքը գնում է ոչ թե ուղղակի սովորական դիմելու մասին, հա, այլ Տեր Բրահման այստեղ ինքը ընդունում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր ծառայության կենտրոնն է, այսինքն կենտրոնն է իր հավատի, կենտրոնն է իր գործողությունների եւ նրան թե ինչի է ինքը նվիրելու իր ուրեմն կյանքը։ Այո, իհարկե, նյութական աշխարհում ծնվում են
կենդանի էակներ, որոնք իրենք ապրում են նրա համար, որպեսզի գոհացնեն իրենց նշանակալիության զգացումը, հա, ապրում են նրա համար, որպեսզի այն կարճ ընթացքը, որ իրենց տրված է ապրելու համար, փորձեն վայելել այս աշխարհում։ Մենք տեսնում ենք, որ իրականում հիմնականում կյանքը ինքը հենված է լինում պայքարի վրա, հենված է լինում կենդանեակների մեջ մրցակցության վրա, եւ այդ մրցակցությունը ինքը գնում է հենց վայելելու կյանքը վայելելու հնարավորությունների շուրջ, չէ՞։ Եվ այդ ամենը ինքը դարձնում է կյանքը շատ դժվար, բարդ երևույթ, որտեղ ազնվորությանը համարյա թե իրականում ժամանակ չի մնում վայելելու համար։ Սրան ավելանում է այն հանգամանքը, որը մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ եթե նյութական աշխարհում ուրեմն մարմնավորված են նախանց կենդանի էակները, սա ինքնըստինքյան նշանակում է, որ երբ որ մենք մեզ հաջողվում է նյութական աշխարհում հասնել ինչ-որ մի հաջողության, այնպես չէ, որ բոլորը ուրախ են լինում այդ հանգամանքից, եւ այնպես չէ, որ նրանք պատրաստ են լինում թույլ տալ մեզ, որպեսզի մենք հանգիստ վայելենք այն, ինչը որ վաստակել ենք։ Եվ այդ հանգամանքը ինքը միանում է բոլոր մնացած անհանգստություններին, եւ նյութական աշխարհը ինքը դառնում է շատ բարդ, մի երևույթ, որտեղ այո, կյանք ապրելը հեշտ չի, իսկ հաջողակ կյանք ապրելը առավել եւս հեշտ չի։ Իսկ երբ խոսքը գնում է հոգևոր մարդկանց մասին, ուրեմն նրանք էլ երկրորդ տիպի կենդանեակներն են, որոնք գոյություն ունեն այս աշխարհում, եւ որոնք իրենք գալիս են, արդեն ուզում են դուրս գալ նյութական աշխարհից։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ առաջի երկու տրամադրությունները, որոնցով կենդանեակը ինքը դիմում է ուրեմն բանին, ասենք դիմում է հոգևոր կյանքին, դա տառապանքից ազատվելն է, այսինքն առաջին հերթին կենդանեակը ինքը դիմում է գերագույն աստվածավորությանը որպես պաշտպանի։ Հետո երբ որ կենդանեակը ինքը այդ պաշտպանությունը ստանում է, չէ, այդ պաշտպանությունը ստանալուց հետո ուրեմն կենդանեակը ինքը բան է անում, ասենք երկրպագում է Աստծուն որպես այն ազնվորություն, որը ինքը կարող է բաներ տալ, նվերներ տալ, շնորհներ տալ, չէ՞։ Եվ միայն դրանից հետո, երբ որ ինքը զարգացնում է առաքինություն, իր համար հաճելի է լինում, որ գերագույն Աստծո ազնվորությունը ռեալ ապաստարան է տվել իր առաքինությանը, եւ կյանքը դարձել է հանգիստ։ Դրանից հետո ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, որ կենդանեակը ինքը կամաց զարգացնում է գերագույն Աստծո ազնվորության բնավորության, նրա անձնական հմայքի մասին, ոչ միայն գիտելիք, այլև փորձարկում է իր հոգևոր կյանքի ընթացքում, որովհետև հոգևոր կյանքը ինքը երկուստեք է, չէ՞։ Մի կողմից կա կենդանեակը, որը ինքը երկրպագում է Աստծուն, եւ մյուս կողմից կա գերագույն Աստծո ազնվորությունը, որը ընդունելով այդ երկրպագությունը ինչ որ կերպ արտահայտում է իրեն կենդանեակի կյանքում, չէ՞։ Եվ այդ գալիս է այն փուլը, երբ որ կենդանեակը ինքը արդեն, եթե այսպես բարձ լեզվով խոսենք, բառիս ամենալայն, ամենախորը իմաստով սիրահարված է լինում գերագույն Աստծո ազնվորության վրա, նրա հրաշալի որակների համար, եւ այստեղ գալիս է
կենդանեակի մոտ արդեն ծնվում է գերագույն Աստծո անձնավորությանը ծառայելու տրամադրությունը։ Եվ հիմա մենք կակրած շփվում ենք այդպիսի մի կենդանեակի հետ, որը ինքը հենց ծառայողական տրամադրությունների մեջ է գտնվում Աստծո հանդեպ, եւ ինքը ասեց, դիմելով գերագույն Աստծո անձնավորությանը, դու իմ երկրպագության կենտրոնն ես, այսինքն դու իմ երկրպագության օբյեկտն ես։ Պետք է ասել, որ նյութական աշխարհի հոգեբանությունը ինքը այնպիսին է, որ կենդանեակները իրենք շատ հազվադեպ են հակում ունենում, ուրեմն երկրպագելու։ Մի կողմից կարող ենք ասել, որ եթե մենք մարդկային հասարակության մասին ենք խոսում, ապա մենք կարող ենք ասել, որ այն ինչ որ կոչվում է սովորական մարդ, սովորական մարդիկ իրանք միշտ այդ հակումը ունեն։ Իրենք միշտ այդ հակումը ունեն, ինչ որ մեկին երկրպագելու, չէ՞։ Եվ հակառակը նրանք, ովքեր մի թեթև կոնե ամբիցիոզ են, նրանք ուղղակի հակառակը ավելի ահավոր չեն սիրում, ուրեմն երկրպագության օբյեկտ ունենալ։ Եվ այսպես արժանի երկրպագության օբյեկտ են համարում հենց իրենց։ Եվ այս տեսանկյունից հիմա տեսեք Տեր Բրահման, մենք այստեղ արդեն կարող ենք ձեզ հետ քննարկել կամ հասկանալ Տեր Բրահմայի որակների գեղեցկությունը, չէ՞։ Տեսեք հիմա ինքը հասկանում է իր մասին, որ ինքը հիմա երկրորդական արարիչն է լինելու այս ամբողջ տիեզերքի։ Եվ տեսեք, երբ որ այդ վիճակին է գալիս, օրինակ ասենք մենք կարող ենք տեսնել մեր աշխարհում, չէ, հիմա հենց ինչու ոչ, հենց այսօրվա մեր պատմության մեջ մենք կարող ենք տեսնել, չէ, որ այսպես մեկը մյուսին փոխանցելով գալիս են ազնվորություններ, որոնք իրենք ինչ-որ մի կարգի, ինչ-որ մի մակարդակի հաջողության են հասնում։ Եվ երբ որ իրանք այդ հաջողությանը հասնում են, չէ՞, այսպես անմիջապես, մի որոշ, մի շաբաթ, 10 օր կամ մի ամիս, 2 ամիս է անցնում, երբ որ իրանք դուրս են գալիս այդ իրանք կաղապարի մեջից, որ իրանք համեստ, խոնար, իրանցից ոչինչ չներկայացնող ազնվորություններ են եւ հասան իշխանության։ Չէ, ամբողջ աշխարհում հիմա մենք մշտական կարող ենք այդ երևույթը տեսնել համենայնդեպս այն բոլոր տեղերում, որտեղ որ կիրառվում է ընտրությունների համակարգը։ Չէ, եւ տեսեք, ասենք, եւ դա ակնհայտ է, չէ, որ հենց որ ազնվորությունները իրենք այդ իշխանությունը ստանում են, ոչ որ 180 աստիճան փոխվեն։ Իրենք դառնում են գոռոզ, շատ ամբիցիոզ, մեկ-մեկ շատ դաժան, մեկ-մեկ, չգիտեմ, այսպես էլի, մեծամիտ, այսինքն այն բոլոր հոգեբանները կասեին ստվերային կողմը, որ իրենք ունեն, այդ ամբողջ ստվերային կողմը ինքը բացահայտվում է, դուրս է գալիս ջրի երես, եւ մարդը կարողանում է պարզ տեսնել, թե այդ մարդը ինքը իրականում ով է կամ ինչպիսին է։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն տեսեք, այս տեսանկյունից հիմա Տեր Բրահման ինքը շատ որոշակիորեն երկրորդական արարիչն է։ Մոտավորապես պատկերացնում եք իր դիրքը, չէ՞։ Եվ ինքը հիմա ասում է. դու իմ երկրպագության օբյեկտն ես։ Ինչ է սա նշանակում։ Տեր Բրահման հիմա ինքը խոսում է իր ներքին աշխարհի մասին։ Հասկանում եք, երբ որ մենք խոսում ենք հոգևոր մարդու մասին, չէ՞, մենք շատ հաճախ ինչ որ կարծրատիպեր ունենք, իսկ այդ կարծրատիպերը իրենք ահավոր, ոնց ասեմ, էլի, այդ ներքին աշխարհը հաշվի չառնող են։ Այսինքն ինչ որ բառեր կա, որոնց վրայով մենք այսպես հանգիստ անցնում ենք, բայց իրականում հենց այդ բառերն են, որ խոսում են հոգևոր մարդու ներքին էությունից։ Հիմա մենք տեսնում ենք մի ազնվորություն, որը մի քիչ հետո ամբողջ տիեզերքը լցնելու է կենդանի էակներով։
Եվ լցնելով ամբողջ տիեզերքը կենդանի ակներով վերջում դառնալու է այսպես բոլորի այսպես պապը, հա, եթե այդ տեսակյունից նայենք եւ իրան բոլորը վերաբերվելու են այսպես ակնածանքով, մեծ հարգանքով, որպես երկրորդական արարիչ, չէ՞։ Եվ հիմա տեսեք, բայց ինքը ասում է, այ իրա ներսում ինքը հիմա նայում է, այ իր առաջ կանգնած է ինչ-որ մի անձնավորություն, չէ՞, եւ ինքը մենք պետք է հասկանանք, էլի, որ Տեր Բրահման ինքը ինչ-որ սենտիմենտալ կին չի, հասկանում եք, որ այսպես կանգնած ասի, բան դու իմ երկրպագության եսի միջ, հետո 5 րոպե հետո դա վերջանա։ Ինքը շատ լուրջ անձնավորություն է։ Ինքը ամբողջ նյութական աշխարհում գոյություն ունեցող բանականության մարմնավորումն է։ Եվ ունի հիմք, որ լինի գոռոզ, ինքն է, որ ռեալ հիմք ունի լինել գոռոզ, բայց ինքը ասում է իմ ներսում դու իմ երկրպագության օբյեկտն ես։ Սա ինչի մասին է խոսում, որ հոգևոր մարդը ինքը հենց դրանով է տարբերվում, հասկանում եք, որ իրա ներսում իրա կենտրոնը ինքը չի։ Այստեղ այդ նրբությունը մշտական կա, որքանի դեռ մենք հոգևոր կյանքում հույս ունենք Աստծուն շահագործել մեր նյութական կյանքը ինչ-որ կերպ կազմակերպելու համար, չէ՞, մենք իրական հոգևորականներ չենք։ Մենք իրական հոգևորականներ ենք դառնում այն ժամանակ, հոգևոր մարդիկ ենք դառնում այն ժամանակ, երբ որ մեր ներսում Գերագույն Աստծո անձնավորությունը դառնում է երկրպագության օբյեկտ, այսինքն դառնում է ինձանից ավելի կարևոր։ Եվ քանի դեռ մենք Աստծուն խնդրում ենք տուր ինձ, չէ, պաշտպանիր ինձ եւ տուր ինձ գաղափարներից, հասկանում եք, մենք այն անձնավորություններն ենք, որոնց ներսում Գերագույն անձնավորությունը չի կենտրոնը, երկրպագության կենտրոնը մնում եմ ես ինքս, որովհետև ինձ համար ամենակարևորը այն է, թե ինչպես եմ այս աշխարհում զգում ինձ ես։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այս դիմելը, որ Տեր Բրահման ինքը ասում է դու իմ երկրպագության օբյեկտ ես, ինքը խոսում է այդ դրա մասին, որ ինքը խոսում է իր ներքին աշխարհի մասին, որ իր ներսում Գերագույն Աստծո անձնավորությունը ավելի կարևորված է, քան ինքը։ Հասկանում եք, եւ դրա համար ինքը ասում է դու իմ ծառայության կենտրոնն ես, դու իմ հավատի կենտրոնն ես, դու իմ բոլոր գործողությունների կենտրոնն ես, չէ՞։ Եվ ինքը շարունակեց, ինքը ասեց քո ողորմածությամբ ես հայտնվեցի։ Այսինքն ինքը չի ընդունում, որ ինքը իրանով է հայտնվել, հա, այլ ինքը տեսնում է, որ նույնիսկ այն, որ ինքը հայտնվել է որպես երկրորդական արարիչ, դա Գերագույն Աստծո անձնավորության ողորմածության արտահայտությունն է, ոչ թե ինչ-որ այսպես էլի ինքնուրույն մի երևույթ, հա, այսինքն ինչ է ասում Բրահման, հիմա ինքը բացատրում է, թե ինչու է Գերագույն Աստծո անձնավորությունը իր կենտրոնը, հասկանում եք, այդ դա է, ես միշտ աշակերտներիս հետ խոսալուց տարիներ շարունակ այս միտքը կրկնում եմ, հասկանում եք, ո՞րն է այդ միտքը, դա հենց այդ գաղափարն է, հա, որ երբ որ մենք հասկանում ենք, որ մենք իրականում Գերագույն Աստծո անձնավորության մասնիկներն ենք, կամ եթե նույնիսկ այդպես ասենք, արարված ենք իր կողմից, ուրեմն ինքն է մեր գոյության մեջ ինչ-որ իմաստ դրել։ Եվ երբ որ մենք այդ ամեն ինչի մեջ փորձում ենք անել այնպես, որ այդ իմաստը մենք ինքներս որոշենք, մենք դատապարտված ենք, ուրեմն սխալ արարքների, չգիտեմ,
հետագայում վատ կյանքի եւ այլի եւ այլի։ Հասկանում եք, եւ հիմա այս որ ինքը ասում է դու իմ երկրպագության կենտրոնն ես եւ հետո ասում է քո ողորմածությամբ է որ ես կամ, այսինքն ինքը ինչ է ուզում ասի, ինքը ուզում է ասի որ այն որ ես գոյություն ունեմ, ես քեզ եմ նրանով պարտական եւ դա ինձ պարտավորեցնում է։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ բանը ինքը ասեց, այո, ես հայտնվել եմ քո ուրեմն լոտոսային պորտի ուրեմն մատցելի ну, в общем, լոտոսի դուրս եկած լոտոսի բանից քո, հա, եւ սա ինքը ինչպես մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, շատ կարևոր կերպար է։ Այսինքն Բրահման ինքը ինչ է ասում։ Տեսեք, ասենք գիտականները իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են կյանքը հայտնվել է քաոսից։ Այ իրակ ասեց էլի վերջնական։ Կյանքը հայտնվել է քաոսից։ Սկզբում եղել է քաոսը։ Հետո եղել է պայթյուն, պայթյունի հետևանքով քաոսը դարձել է ուրեմն կարգավորված համակարգ։ Ես միշտ ասում եմ, որ նույնիսկ ամենապարզ տրամաբանությամբ մենք բնության մեջ ոչ մի տեղ այդպիսի process չենք տեսնում, որ քաոս ձևակերպվի եւ այդ քաոսից ստեղծվի համակարգ։ Հակառակ բանը, որ համակարգան կարելի է քանդել եւ քանդած համակարգան ինքը դառնում է քաոս, մենք կարողանում ենք տեսնել, չէ՞։ Բայց այդ որ քաոսը ինքը համակարգ ստեղծի, աշխարհում այդպիսի ուրեմն բան հաստատում, այդ որ հաստատվի, որ այդպիսի բան հնարավոր է, չկա։ Եվ սա շատ կարևոր կերպար էր, հա, այսինքն որտեղ Բրահման ինքը ասում է, որ իմ ծնունդը ինքը քաոսից չի առաջացել, հա, ու նույնիսկ չի առաջացել նյութից, ես ծնվել եմ քո մարմնից, հա, ու ամենակարևորը քո ամենաբան կենտրոնից, որտեղից պորտը դա այնտեղն է, որտեղից մայրը կերակրում է երեխային։ Հա, ամեն տեղ տեքը կերակրում է իր ձագուկին։ Չէ՞։ Հիմա այդ նույն բանը Բրահմանիկը ասում է, ես ծնվել եմ լոտոսի վրա, որը դուրս է գալիս քո պորտից։ Եվ դա քաոս չի։ Դա կարգավորվածություն է։ Հասկանում եք։ Եվ այդ որ Տեր Բրահմանինքը ասեց քո լոտոսային պորտից, չէ՞, սա ուրեմն ինչ է անում։ Սրանով Տեր Բրահման ինքը շեշտում է, որ այն վայրը, որից առաջացել է այդ լոտոսը, նույնիսկ իմ նյութական գոյությունը, ինչից որ առաջացել է, չէ՞, դա մաքուր է, գեղեցիկ է, հա, եւ համահունչ է քո հետ։ Եվ հաջորդ քայլով ինքը ասեց, որպեսի ես կարողանամ արարել տիեզերքը։ Հա, հիմա ինչ է ասում Բրահման։ Ինքը ասում է, այ ես հիմա կամ, չէ՞, ու թե ես այս ծնունդի մեջ ինչ պիտի անեմ, դա դու ես որոշել։ Սա նախասահմանման գաղափարն է, հա, դա դու ես որոշել։ Եվ հիմա ինչ է, սրանով ինչ է ասում, ինքը խոնարհություն է, չէ, հայտնում, այդ ամբիցիաներից ազատ վիճակ է հայտնում։ Հասկանում եք, որովհետև տեսեք, տաղանդավոր մարդիկ էլ իրանք ինչ-որ նախասահմանում ունեն, չէ՞, բայց հենց որ իրենք հասկանում են, որ ինչ-որ մի հատ յուրահատուկ նախասահմանում ունեն, իրենք անմիջապես գոռոզությամբ են լցվում։ Ասենց անմիջապես առանց ոչ մի աջ ձախ գնալու, չէ՞։ Եվ այնպիսի գոռոզ արտահայտություններ կարող են անել, որ մնաս զարմացած, թե ընդհանրապես էլի սթափ մարդը ինքը ոնց կարող է իրան թու աշկով չտամ այդպիսի արտահայտություններ անել, չէ՞։ Եվ ինքը հիմա այդ խոսքերով, որ քո լոտոսային պորտից եմ ես ծնվել, չէ՞,
ինքը ասեց այդ դա կամ որպիսի ես բան արարեմ տիեզերքը, հա, այդ արարեմ տիեզերքի մեջ, չէ, ինքը այդ ասեց, որ ես այն, որ ես ծնվել եմ, այդ իմ ծնունդը ինքը ինչ-որ մի հատ իմաստ ունի, և այդ իմաստի մեջ, հա, բան կա քո կամքը, այսինքն դա ոչ թե իմ սեփական ամբիցիան է, հա, այլ դա այն ֆունկցիան է, որը դու ես ինձ վստահել, հասկանում եք, այդ դա, որ մարդը ինքը իր կյանքը ապրի համաձայն նրա, թե ինչ է իրանից ուզում գերագույն Աստծո անձնավորությունը, այս դա է կոչվում, որ դու ես իմ երկրպագության օբյեկտը, այսինքն, որ ես քեզ ավելի շատ եմ կարևորում, քան ինքս ինձ, հա, և հետո ինքը շարունակեց, ասեց, քանի դեռ դու հանգիստ քնած էիր, հա, և տեսեք ասենք, այ որ ինքը ասում է հանգիստ քնած էիր, թվում է, որ նյութական աշխարհը այսպես ինքն իրան գոյություն ուներ, հա, գերագույն Աստծո անձնավորությունները դեռ իր համար քնած էր, հա, բայց ինքը իրականում դա չի ասում, ինքը այդ էր ասում, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ դու քնած ես քո համար հանգիստ, չէ, միևնույն է, նյութական աշխարհը ինքը ղեկավարված է քեզանով, և եթե նույնիսկ դու թվում է, որ քնած ես, տիեզերքը գտնվում է քո մեջ, այսինքն ինքը շարժվում է ըստ քո բաների, ըստ քո որակների, հասկանում եք, հաջորդ խոսքով ինքը ասեց բոլոր տիեզերական բաները, այդ պլանետաները, ոնց է հայերեն, մոլորակները, հա, իրանք հանգիստ են, հանգրվան են գտել քո տրանսցենդենտալ որովայնի մեջ, այսինքն ներկայացվում է, թե ըստ արիացիների ընդհանրապես որտեղ է և ինչի մեջ է, ասենք, որտեղ է և ինչի մեջ է հանգրվան գտնում ամբողջ նյութական աշխարհը, չէ, և ինքը հետո նկարագրեց, ասեց, և այն պահին ասեց, երբ քո աչքերը բացվեցին, այսինքն դու զարթնեցիր, հա, այդ լոտոսի աչքերի, լոտոսի ծաղիկի նման, որը բացվում է, երբ արևն է դուրս գալիս, հա, ինչ-որ բաներ սկսեց տեղի ունենալ, հասկանում եք, և, այսինքն ինչի մասին է խոսքը, որ այ գալիս է այնպիսի մի պահ, չէ, ասի, որ քուքուլը վերջացավ, այսինքն գալիս է այնպիսի մի պահ, որտեղ այդ բանը, հանգիստը, որի մեջ գտնվում է գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը ավարտվում է, գերագույն Աստծո անձնավորությունը այն ժամանակ մեդիտացիայի մեջ է, ուրեմն ավարտվում է իր մեդիտացիան, և ինքը գնում է, և արդեն սկսում են ակտիվ գործողությունները, ուրեմն, հաջորդը, ինչի մասին խոսած Տեր Բրահման, ինքը խոսած նրա մասին, որ բանը, լոտոսի նման, ինքը ինչ ասեց քո աչքերը, երբ որ բացվեցին, իրանք լոտոսի նման, ոնց որ դուրս եկող արևը լիներ, և սա արդեն տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը տղամարդ լինելով հանդերձ, սա շատ կարևոր հանգամանք է այստեղ ինձ համար, հա, տղամարդ լինելով հանդերձ, ինքը հատուկ կերպով խոսում է գերագույն Աստծո անձնավորության արտաքինի մասին, այսինքն ինքը հիմա նորից ասում է, էլի, որ այն նույնիսկ իմ վրա ահռելի տպավորություն է թողնում այդ տեսարանը, երբ որ դու այդ քո գեղեցիկ լոտոսային աչքերը փակ վիճակից աչքերը բացում ես, հա, այսինքն ինքը այդ կերպարը, այդ երևույթը այնպես նկարագրեց, չէ, որ մենք անմիջապես միանգամից այդ
տիեզերք, բան, չգիտեմ, ես նախասահմանում, լուրջ խոսակցություններից հետո, մեկ էլ էս Տեր Բրահման ինքը միանգամից մտավ լիրիկայի մեջ, լինելով բանականության մարմնավորումը, ինքը հիմա սենտիմենտալ հիմք չունի, հասկանում եք, եւ ինքը հիմա տեղափոխում է Գերագույն Աստծո ազնվորության նրբությունը, տեղափոխում է նրա գեղեցկությունը, հա, նրա այդ որ ինքը սենց ամեն ինչի մեջ բնական է, ոչ մի բան թատերական չի անում, հասկանում եք, ինքը հիմա խոսում է այն բնավորության մասին, հա, այսինքն համել իմաստի տեսանկյունից ինքը խոսեց նրա մասին, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացում է իր աչքերը, դա ուղղակի այսպես էլ ինչ որ սովորական բան չի, այլ դա սկսվում է կյանքը, հասկանում եք, այ սկսվում է կյանքը և տիեզերքը հիմա կմտնի իր շարժման մեջ այնպես, ինչպես որ Գերագույն Աստծո ազնվորությունը դա նախատեսել է, հա, և տեսեք ասենք, որ նայում ենք այստեղ, ուրեմն մի քանի հիմնական այսպես բաների, կարևոր բառեր կային, չէ, որտեղ մենք պիտի սովորենք, որ մենք մեծ նշանակություն պիտի տանք բառերին, և այստեղ այդպես մի քանի տեսակ կարևոր բառեր կային, որոնք իրանք շատ կարևոր էր, թե ինչ են նշանակում, այսինքն, առաջինը հնչեց լոտոս բառը, և մենք բազմիցս խոսացել ենք, որ լոտոսը իրենք արիացիները օգտագործում են որպես մաքրության սիմվոլ, հա, որպես մի երևույթի, որը չի կերտոտվում, հա, մի երևույթի, որը ինքը շատ նուրբ է և շատ գեղեցիկ, որովհետև ինչու չի կերտոտվում, որտև ինքը ջրի մեջից դուրս է գալիս և չի թրջվում, հա, հաջորդը դա նա էր, որ մատնանշվեց Գերագույն Աստծո ազնվորության պորտը, որպես աշխարհի արտահայտման կենտրոն, այնպես որ մայրը պորտի միջոցով է կերակրում իր երեխային, պորտալարի չէ, այդպես էլ ամբողջ նյութական տիեզերքը կյանքի ուժ է ստանում Գերագույն Աստծո ազնվորության պորտից, այսինքն այստեղ Տեր Բրահման ինքը դա էր խոսում, որ ինքը պարզ գիտակցում է, հա, որ Գերագույն Աստծո ազնվորության, կներեք, որ նյութական բնությունը ինքը կախվածություն ունի, Գերագույն Աստծո ազնվորության մարմնից է սնվում, որ կարողանում է գոյատևել, մյուսը դա Գերագույն Աստծո ազնվորության քունն է, որտեղ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը դա այդպես նկարագրեց, որ ստացվեց, որ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը երբ որ քնած է, դա ոչ թե իր թուլության մասին է խոսում, ոչ թե խոսում է այն վիճակի մասին, որ ինքը ինչ-որ բան մոռացել է, որտեղ ասենք սովորական կենդանիակները նյութական աշխարհում, երբ որ քնած են, իրանք ամեն ինչի մասին մոռանում են, դա եթե կարելի է ասել միկրոմահ է, հա, եւ դրա համար էլ Տեր Շիկրեստան Բhagavad Gita-ը ինքը կասի, այնպես որ ազնվորությունը ինքը զարթնում է ու քնում, հա, ходит в небытие եւ ոչ մի բան չի հիշում, հետո զարթնում է ու նորից վերասկսում է իր կյանքը, չէ, այդպես էլ դա տեղի է ունենում կյանքից կյանք, հա, եւ այստեղ նկարագրվեց, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունն է այսպես կոչված քնում, դա ոչ թե իր թուլությունն է, ոչ թե իր մոռացությունն է, այլ դա երանելի հանգստությունն է, որի մեջ ինքը միևնույն է շարունակում է պահել ամբողջ տիեզերքը, հաջորդը, որ հետաքրքիր բաներ, օբրազ, հետաքրքիր կերպար էր, դա Գերագույն Աստծո ազնվորության աչքերը բացելու ընթացքն էր, չէ, որտեղ ուրեմն բան եղավ էլի, սկսվում է ուրեմն
որտեղ սկսվում է նյութական աշխարհի արտահայտումը, հա, եւ ուրեմն դիեզերքը ինքը ակտիվանում է։ Ուրեմն տեքստը ինքը ցույց տվեց մեզ այդ երկու տեքստերը իրանք ցույց տվեցին մեզ մի շատ կարևոր բան, որ Տեր Բրահման ինքը չի վերաբերվում ինքը իրեն որպես անկախ արարիչ, հա, ինքը չի վերաբերվում իրեն որպես անկախ արարիչ, ինքը մի անգամից իրան դրեց կախվածության մեջ, որտեղ ինքը ասեց, ես ինքս չեմ ծնվել, հա, ես ինքս չեմ ծնվել, ես ուրեմն առաջացել եմ ողորմածությունից, դուրս եմ եկել քո միջից եւ գոյություն ունեմ, որպեսզի կատարեմ քո կամքը։ Տեսեք, ինչքան տարբեր է, չէ՞, ասենք։ Արդյոք կենդանիակը ինքը մենք էլ չէ բոլորս գիտենք, որ մենք ինչ-որ մեկից ծնվել ենք։ Չէ՞։ Բայց հետո ոնց որ այդ զգացումը, հա ճիշտ է, ինֆորմացիոն մենք գիտենք, դրան համապատասխան կարող ենք բառեր ասել, բայց այն վերջնականում քո մեջ դու չես զգում ներքին հիշողություն, որ դու ինչ-որ մեկից ծնվել ես, դու չունես։ Այդ ներքին հիշողությունը ինքը վերացված է, չէ՞, մի տեսակ։ Չեմ արվել, կարողանում եմ բացատրել ինչ եմ ասում, չէ՞։ Եվ ասենք այդպիսի զգացում է, որպես ոնց որ դու ինքդ իրանով միշտ եղել ես։ Թեկուզ ինֆորմացիա ունես, որ միշտ չի որ եղել ես։ Չէ՞։ Եվ այդ որ կամ ասենք ոչ մեկ ինքը չի համարում, որ ինքը ինչ-որ մեկի ողորմածությամբ է ծնվել։ Հա, եւ միշտ ցկտում է իր կյանքի մեջ Երևալ անկախ։ Իսկ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը ուղղակի դրա հակառակ պահվածքն է դրսևորում։ Չէ՞։ Եվ Բրահման լինելով շատ կարևոր ազդեցիկ ազնվորություն մեր տիեզերքում, հա, ինքը չի ընկնում այդ մոլորության մեջ։ Մենք հիմա տեսնում ենք ռեալ ամբողջ տիեզերքի երկրորդական արարչին, որը խոնարհ է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը գիտակցում է, որ նույնիսկ այն ինչով որ ինքը կարող էր հպարտանալ, էլի իրանը չի, որովհետև այդ երկրորդական արարիչ լինելու հզորությունը իրան տվել է Գերագույն Աստվածությունը։ Այսինքն որ ոչ թե ինքն է աղբյուրը այդ տաղանդի, այլ ինքը ընդամենը այդ տաղանդը անցկացնողն է իր մեջով։ Երբ որ այդ հասկացողությունը կա, ցանկացած օժտված մարդ ինքը լինում է խոնարհ։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այստեղ շատ գեղեցիկ կերպով նկարագրվեց Գերագույն Աստվածության քնած վիճակը։ Չէ՞, որ այնքը քնած է, բայց բոլոր տիեզերքները գտնվում են իր որովայնի մեջ, ինքը շատ միստիկական զորություն պարունակող իր մեջ ինչ-որ երևույթներ են տեղի ունենում, իսկ ինքը այսպես հանգիստ ուրեմն քնած է։ Եվ եթե մենք արդեն վերցնում ենք այդ վերջնական թե Բրահման ինքը ինչ ասեց, չէ, տեսեք ինքը հիմա երկրորդական արարիչ պիտի լինի, բայց ինքը մի հատ շատ այսպես ռոմանտիկ բան, երանգ ունեցող բան ասեց, չէ։ Հասկանում եք, որ ինքը ասեց, որ նյութական աշխարհը, կներեք, ճշումը է բարձրանում։ Ինքը ասեց, որ նյութական աշխարհը ինքը ոչ թե տեխնիկապես է, այսպես էլի, ընթացք ստանում, որպեսզի սկսի զարգանալ, ծավալվել, չէ՞։ Այլ որ նյութական աշխարհում կա գեղեցկություն, կա
սահմանափակություն կամ անսահմանություն, հա, եւ կա աստվածային էսթետիկա։ Մենք կարողանում ենք տեսնել, չէ՞, որ ասենք այսպես ուշադիր նայում ենք, թե Գերագույն Աստծո անձնավորությունը ինչքան ճաշակ է ներդրել այս բանի մեջ, էլի, այս աշխարհի մեջ։ Դա երևում է եւ բուսականության մեջ, եւ կենթանական աշխարհի մեջ, եւ հողի վրա, եւ ջրի տակ, չէ՞։ Եվ ասենք, այո, դրա համար մենք պետք է հասկանանք, որ շատ մեծ քանակությամբ աստվածային էսթետիկա կա ինքնական աշխարհում։ Հա, բայց ինչ ասեց Տեր Բրահման։ Ինքը ասեց, այև այս ամեն ինչը ինքը կյանք է ստանում, այսինքն պրոստը գոյություն է ունենում, երբ որ դու ուղղակի բացում ես քո այդ մաքուր ու ջինջ աչքերը ու նայում։ Այսինքն ինչ է խոսում։ Ընդ որում մենք ձեզ հետ բազմիցս ենք հանդիպելու այս երևույթին, որ արիացիները հենց Գերագույն Աստծո անձնավորության հայացքն են միշտ ներկայացնելու որպես կյանք տվող ուժ։ Հասկանում եք։ Եթե հոգեբանության տեսանկյունից նայենք այս տեքստին, չէ, ապա ինքը այսպես է։ Հոգեբանության տեսանկյունից այստեղ ուրեմն ինքը շատ մեծ իլյուզիայի հետ է աշխատում, որը արտահայտվում է սովորաբար ուժեղ մարդկանց մոտ։ Հա? Ուժեղ մարդիկ իրանք միշտ այդպիսի զգացում ունեն, որ իրանք իրանցով են ծնվել, իրանք իրանց մեջ լինում են ինքնաբավ, հա? Եվ այդ ինքնաբավության մեջ էլ լինում են, այսպես, եթե այսպես բանով ասենք, մեղմացնելով ասենք, լինում է բան էլի, ինքնավստահ, հա? Բայց իրականում գոռոզ։ Իսկ այստեղ այն ազնվորությունը, որը ինքը ինչ-որ մի հատ այսպես կարևոր դիրք պիտի գրավի, կարևոր գործ պիտի անի, ինքը ամենաշապես սկսում է մտածել, ես եմ այս ամեն ինչի բանը, աղբյուրը, ես եմ այս ամեն ինչը ինչ-որ ես հիմա անում եմ, իմ մեջ է ստեղծվել, դա ես եմ այդ տաղանդը պահում, չէ, ու եթե ես անկած չլինեմ, ուրեմն այս ամեն ինչը հնարավոր չի։ Այսինքն Տեր Բրահման այստեղ իր խոսքերով, այն դիրքով, որ ինքը զբաղեցնում է, եւ այն խոսքերով, որ ինքը ասեց, ինքը ցույց տվեց ուղղակի հակառակը։ Ուղղակի հակառակ գիտակցությունը։ Հասկանում եք, որտեղ այո, ինքը վեհ է, իրանից վեհ, իրանից հզոր, այս նյութական աշխարհում Տեր Վիշնուն է, մեկ էլ Տեր Շիվան, չէ՞։ Բայց ինքը խորասուզված է շնորհակալական զգացումի մեջ։ Ինքը գործում է, բայց իրեն չի վերագրում, որ ինքն է հեղինակը, հեղինակությունը այդ գործողությունների ինքը իրեն չի վերագրում։ Հասկանում եք։ Եվ ինքը ստույգ գիտի, թե ինքը որտեղից է առաջացել, ստույգ գիտի, թե որտեղից է ծնվել, եւ ամենակարևորը, թե ինչի համար։ Հա? Եվ այս տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից, սա շատ հետաքրքիր ազդեցություն ունեցող տեքստ է, որը ինքը օգնում է, որպեսզի այդ կենդանիակը պահպանի այդ ոսկի միջինը, այսինքն ոչ նսեմացնի իր այդ նախասահմանում կոչվածը, հա, բայց ոչ էլ գլուխը կորցնի, եւ որ կենդանիակի համար հնարավորություն է տրվում այդ նախասահմանումը իրականացնել։ Մյուս կողմից այս տեքստը ինքը շատ խորքային աշխատում է կենդանիակի վստահության հետ Աստծո հանդեպ։ Հա? Այսինքն ինչ է ասում, ինչ ասեց Տեր Բրահման։ Ինքը ասեց ինքը այնքան վստահելի անձնավորություն է, այնքան իր պարտականությունները չզիջող անձնավորություն է,
որ նույնիսկ երբ որ ինքը քնած է, տիեզերքը կործանված չի։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր ուրեմն շատ կարևոր էլի կետ է, չէ՞։ Սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ՞, այստեղ կա ուրեմն 3 թեմա։ Առաջի թեման դա հեղինակության թեման է, հեղինակության ոչ թե ավտորիտետպես, այլ ավտորство, այլ որ հեղինակ եմ, հա։ Այսինքն երբ որ կենթանիակը ինքը այդ սրտի կեղտոտվածությունը ունի, ինքը մտածում է ես ինքս, դա ես եմ, չէ՞, բայց Տեր Բրահման ինքը սկսեց դրանից, որ չէ, նույնիսկ որ այ ինձանից ավելի վեհը չկա, բայց նույնիսկ ես առաջացել եմ ողորմածությամբ։ Հասկանում եք։ Հիմա երկրորդը դա բանն է, ուրեմն հպարտությունը, որի հետ աշխատում է այս տեքստը, այսինքն ինքը մաքրում է ազնվորությանը այդ հպարտությունից, ինչ որ այդ կենդանիակը ինքը կարող է ունենալ շատ բարձր նախասահմանում, չէ՞, եւ այդ բարձր նախասահմանումը, նույնիսկ ամենաչնչին նախասահմանումը դարձնի իր համար գոռոզության հիմք, բայց Տեր Բրահման ինքը ցույց տվեց ուղղակի հակառակ, որ իրականում ֆունկցիայի լրջությունը ոչ թե պիտի մարդուն հեռացնի բանից, խոնարհությունից, այլ պետք է խորացնի այդ որակը, հա, եւ վերջինը, ինչի հետ որ աշխատում է այս տեքստը, դա որոշ տեսակի անհանգստությունների եւ ղեկավարելու գործընթացների հետ կապված ուրեմն մաքրագործումն է, որովհետեւ սրտի կեղտոտվածությունը ինքը շատ հաճախ ստիպում է, որպեսզի մարդը մտածի, որ այ ես ամեն ինչը պահում եմ, եթե ես չլինեմ, ամեն ինչը կկործանվի, չէ՞, եւ ասենք, երբ որ այդպես մնակասեք նույնիսկ մարդկային հասարակության մեջ, երբ որ ազնվորությունը ինքը ինչ-որ մի կարևոր դեր է կատարում, եւ օրինակ ինքը այդպես էլ մտածում է, որ առանցին այստեղ ամեն ինչը կփլուզվի եւ դրա համար փորձ է կատարում են միջև վերջի շունչը աշխատել, եսի միջ, եւ գիտեք, օրինակ ես կարծում եմ, որ ահռելի քանակությամբ մարդիկ իրենք հոգեբանական շատ ուժեղ ստրես են տանում, եւ որ իրանք գնում են թոշակի եւ համոզվում են, որ աշխարհը նույնիսկ չնկատեց, որ իրենք հեռացան։ Հա, եւ այս տեքստը ինքը ցույց է տալիս, որ նախքան այն ամեն ինչը, որ կարտահայտվի այս աշխարհում, արտահայտվելուց առաջ ինքը գտնվում է գերագույն աստվածության մեջ։ Հա, եւ այդ հանգամանքը, երբ որ մենք լուրջ ենք վերաբերվում այդ հանգամանքին եւ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում, չէ, ինքը մեր մեջից հանում է այդ ցավոտ իլյուզիան, որն է ցավոտ իլյուզիան, հա, որ աշխարհը ինքը կարող է մնալ կանգուն, հա, մենակ այդ հիմքի վրա, որ ինչ որ մարդիկ այդ ուղղությամբ այդ նախասահմանում ունեն եւ այդտեղ գործում են։ Հասկանում եք։ Հա, եւ ուրեմն այդ 3 սրտի մաքրագործման process-ների հետ է աշխատում այս տեքստը, այդ երկու տեքստերը, որը մենք ձեզ հետ կարդացինք, եւ այսօր այսքանը, իսկ մնացածը արդեն գնայինք Վահան։